Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերը կարող եք նայել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես նմանապես Կարծես թե մենք ամեն տարի այսօրը պարտադիր եթեր ենք ունենում ձեզ հետ եւ այսօր էլ ավանդույթը չենք խախտել։ Այսօր հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործությունը, հանցագործը պետք է կրի պատասխանատվություն։ Կարծես թե այս տրամաբանության մեջ պետք է լինի ամեն ինչ, բայց պատասխանատվություն կրող դեռևս չի եղել եւ հետաքրքիր է, որ ապրիլի 23-ին ավանդույթը պահպանվում է նաև մեր երիտասարդության մոտ, հատկապես ՀՅԴ-ի կազմակերպած ավանդական ջահերով երթը։ Ուզում եմ անդրադառնալ 3 երթի մեկնարկի ժամանակ եւ դրանից հետո ինչքան երիտասարդներ էին հավաքվել, այնտեղ այս անգամ արդեն տեղահանված արցախցիներն էլ էին միացել ջահերով երթին։ Եվ ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրվեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այդ դեպքին, Armen Press-ն էր հարցում արել եւ փաստորեն անընդունելի եւ սադրիչ հրահրող գործելակերպ է համարում այս ամենը։ Մի խոսքով սկսենք դրանից, արդյոք պետք է այդ դրոշները այրվեն, որտեղ դրան զուգահեռ փաստորեն մենք տեսանք, որ Սյունիքում կրակոցներ եղան եւ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է նաեւ այդ միջադեպը, Ադրբեջանի իշխանություններին կոչ անել քննության առնել ընդհանրապես հրադադարի խախտման դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։ Ջահերով երթ 110-րդ տարելից, ցեղասպանություն, սահմանին կրակոցներ եւ ինչու ոչ խոսենք նաեւ ճանաչման եւ ուրացման գործընթացների մասին 90-ականներից առ այսօր։ Ինչ խոսքը բազմաբովանդակ հարցերի անդրադառնալը թույլ կտա այսօր ավելի ճիշտ պատկերացում կազմել ինչ է կատարվել մեր հետ, մեր ազգի, մեր ժողովրդի հետ եւ արդյոք մենք կարողացանք պատմությունից դասեր առնել։ Քանզի ասեմ ու անցնենք բուն թեմային, քանզի վերջին 100-ամյակում Գերմանիան պարտվել է մի անգամ երկրորդ աշխարհամարտի ժամանակ, Ճապոնիան եւս պարտվել է մի անգամ, բայց երկու երկրները եւ իրենց ղեկավարները պատմությունից քաղեցին շատ մեծ դասեր։ Բավական է ասել, որ 1951 թվականին Արևմտյան Գերմանիայի կամ ժամանակ ասում են Ֆեդերատիվ Գերմանիայի համախառն ներքին արդյունքը գերազանցում էր 1933 եւ 1935 թվականի մակարդակը։ Այլևս չեմ խոսում, որ 50-ական թվականներին արդեն բոլորս գիտենք ճապոնական թռիչքի մասին։ Սա այլ խնդիր է։ Նախ մի թեթև ճշգրտում անեմ ձեզ, ոչ թե հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, այլ հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է եւ Օսմանյան կայսրությունում 1894-1923 թվականին Հայաստան քաղաքականությանը զոհ գնացած շուրջ 2.300.000 ավելի քան 2.300.000 շուրջ 2.400.000 հայ ժողովրդի ներկայացուցիչների անմեղ զոհերի հիշատակը հարգելու օրն է։ Ուստի ես կկամենամ ձեր եթերից մեկ անգամ մեր խոնարհումը բերենք մեր անմեղ զոհերին, անմեղ հիշատակին մեր հարգանքի թուրքը մատուցենք, ապրումակցենք նրանց ընտանիքների հետ, քանզի եւ համազգային ցավը եւ համազգային մորմոքը գնալով ավելի է խորանում եւ սա պիտի ասեմ, սա այն համազգային դաջվածքն է, վերքն է եւ այդ ստիգման հաջողորդին ուրեմն հաջողորդը դրան հաղորդակից է լինելու իր ողջ գոյության ընթացքում։ Հաջողորդին ուղեկից է լինելու իր ողջ գոյության ընթացքում։ Ինչ խոսք, մեր համար այսօր ավելի շատ արծարծվում է ոչ թե ցեղասպանության բուն էությունը, բուն պատմությունը, այլ ավելի շատ ցեղասպանության հետևանքները կամ այն խութերը կամ այն մութ անկյունները, որը վերել հաստրել են ուրեմն եւ հայոց ցեղասպանությանը եւ մեծ եղեռնին։
Ոստի գիտեք, որ որպես պատմաբան ինքս էլ լինելով Արևմտյան Հայաստանի պատմության եւ հատկապես հայոց ցեղասպանության եւ մեծ եղեռնի պատմության մասնագետ, ես կուզենամ, կկամենամ անդրադառնալ այն խնդիրներին, որին այսօր կարծում եմ, ինչպես մերում կնդիրը, ձերում կնդիրը, այնպես էլ մեր ժողովուրդը պետք է եւ ուշի ուշով հետևի եւ ակնդետ եւ ուկնդետ անպայման եւ աստեղից էլ անի իր հետևությունը։ Տեսեք, 1853-1856 թվականի Ղրիմի կամ Արևելյան պատերազմի հետո Ռուսաստանի պարտությունից հետո, որը ամրագրվեց Փարիզի հաշտության կամ խաղաղության պայմանագրով 1856 թվականին արտաքին գործոս նախարար Ալեքսանդր Գորչակովը զեկուցում է ներկայացնում sense weight papers-ի ձևով զեկուցում է ներկայացնում ցարական Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ին եւ ասում, որ մենք պարտվել ենք նրա համար, քանզի մենք Թուրքիայում, ավելի ճիշտ Անատոլիայում մենք չունենք հուսալի կայուն գործընկերներ։ Այդպես էլ կա, դա միջազգային բաներում տարբեր հարթակներում բան Գորչակովի օրվա գործնախարարի, ընդ որում ես պիտի ասեմ, որ դա իրենց այն բացառիկ արտգործնախարարներից մեկն է, որը ունեցել է բացարձակապես հայանպաստ եւ հայամետ գործունեություն։ Եվ ինքը հենց այդպես էլ ասում էր reliable and stable partner։ Հենց այդպես է զեկուցումը կա։ Եվ պիտի ասեմ Ռուսաստանի քաղաքականությունը տարավ նրան, որը հանգեցրեց 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմին, բոլորս գիտենք, որ ռուսական սվին ինչպիսի փայլուն հաղթանակներ տարավ Օսմանյան կայսրության բանակի հանդեպ, ինչպես Բալկաններում, այնպես էլ Անատոլիայում կամ Արևմտյան Հայաստանում, եւ եթե Բալկանյան շատ ժողովուրդների Բոսնիա-Հերցեգովինա, Խորվաթիա, Սերբիա եւ այլը դե նախկինում ազատագրվել էին Հունաստանը 20-ական թվականներին 19-րդ դարի հաջողվեց ազատագրվել, ապա Արևմտյան Հայաստանի կամ հայ ժողովրդի խնդիրը դարձավ միջազգային մեծ համաժողովների կամ ուրեմն վեհաժողովների քննարկման առարկա։ Սկզբից 1788 թվականի հունիսին Սան Ստեֆանոյում թուրքական Ծովափնյա քաղաքում Աբրամ Փաշայի առանձնատանը Սան Ստեֆանոյի, այնուհետև 78 թվականի հոկտեմբերին Բերլինում։ Եվ պետք է ասել ռուսական հաղթանակները այնքան հուժկու էին, որ եվրոպական կոնցերտի տերությունները հանձինս Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ոչ մի ձևով չկարողացան խոչընդոտել ռուսական հաղթանակների ֆիքսելուն եւ ամրագրմանը միջազգային հարթակներում եւ ուրեմն հավանժողովում, կոնֆերանսում եւ այլ տարածքների հետ մեկտեղ բավականին մեծ տարածքների հետ մեկտեղ Արևելյան Հայաստանի միացավ ռուսական կայսրությանն անցավ շուրջ 22000 քառակուսի կիլոմետր, որը պատմության մեջ հայտնի է Կարսի մարզ անունով։ Ընդ որում այնտեղ էլ մի կետ կար, որ Օսմանյան կայսրությունը Սուլթան Աբդուլ II-ը Աբդուլ Համիդը հանձն է առնում լուրջ բարենորոգումներ կատարել Արևմտյան Հայաստանում։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք ոչ միայն հայաբնակ վայրերում, այլ Արևմտյան Հայաստանում, հենց այդպես էլ կոչում էր Reforms in Western Armenia։ Եվ բավական է, որ այդ մեծ պետությունների քաղաքականությունը մի քանի ամիս հետո ստիպեր Ռուսաստանի, որպեսզի մեծ պետությունները վերանայեն այդ խիստ որոշումը եւ հրավիրեն Բերլինի վեհաժողովը կոնգրեսի եւ այնտեղ արդեն Ռուսաստանին ստիպեցին, որ ահագին տարածքներից ետ կանգնի Վասպուրականի, Բիթլիսի, Տրապիզոնի եւ այլը, քանզի կարելի ասել սա գալիս էր դառնում էր արդեն Օսմանյան կայսրության վերջը։ Դե Բալկանյան ժողովուրդները Ռոմելյան ազատակ Օսմանյան կայսրությունը Բալկանյան ժողովուրդներին կամ Բալկաններին անվանում է Ռոմելիա կամ ռոմելական ժողովուրդներ։ Եվ ստիպեցին, որպեսզի վերանայեն շատ պայմանագրեր։ Ուստի ընդամենը մնաց Կարսի մարզը ցարական Ռուսաստանի կամ Արևելյան Հայաստանի կազմում եւ մեծ տերությունները, հատկապես Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի ճշմարտ ներքո Ռուսաստանը ստիպված ընդունեց այդ
պարտադրանքը, այսպես ասած, որովհետև գիտեք, պատմության մեջ ես պիտի ասեմ, որ ռուսները դիվանագիտություն երբեք չեն ունեցել։ Ռուսները ունեցել են կասնային դիվանագիտություն եւ անընդհատ պատերազմից հետո նրանք միշտ պարտվել են։ Եվ մեր ժողովրդին սկսած դեռևս ոչ միայն Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միացնելու նախօրյակին եւ ռուս-թուրքական Ադրիանապոլսի պայմանագրով այդ 28-29 թվականի պատերազմին հայ ժողովուրդը օգտագործել է որպես թնդանոթի միս։ Սա ճշմարտությունն է, cannon fodder։ Սա անպայման այսպես է եղել։ Եվ ընդունվեց այդ որոշումը, որով եւ բացի այն, որ ռեֆորմները Արևմտյան Հայաստանում արդեն Թուրքիային պարտադրեցին ռեֆորմներ անցկացնել Թուրքիայի հայաբնակ շրջաններում։ Այսինքն Արևմտյան Հայաստանը վերափոխվեց տերմինը եւ կոչվեց ուրեմն reforms in region and province in dwelling Armenian residents, այսինքն ռեֆորմներ Ottoman Empire, Թուրք Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում, Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում։ Այսինքն տեսեք ինչ է կատարվել։ Ես ինչու համար եմ սա շեշտում, որովհետև ես պիտի նաև անդրադառնամ երևակայական եւ իրական հայրենիքի խնդրին, որը այսօր դարձել է շատ հրամայական։ Եվս մի բան պետք է ասեմ, որ Ալեքսանդր II-ի արևելյան քաղաքականությունը այսպես ճակերտավոր ասեմ հայանպաստ, հայամետ, պայմանավորված է եղել մեծ պետական գործիչ ցարական Ռուսաստանի հայազգի մեծագույն պետական գործիչ Լորիս Մելիքովի գործունեությամբ, լինելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործոս նախարար, այնուհետև պաշտպանության պետական խորհրդի նախագահ եւ Ալեքսանդր II-ի դեմ կազմակերպված մահափորձից հետո 1-2 օրով ցարի պարտականությունները նա է կատարել, նա ունենալով Ալեքսանդր II-ի հետ շատ մտերիմ հարաբերություններ կարողացավ հասնել նրան, որ մենք ձեռք բերեցինք այսպիսի մեծ հաջողություններ։ Բայց սա այլ խնդիր է, որովհետև պատմության մեջ դուք գիտեք, որ անհատներն էլ կարող են ունենալ որոշակի դեր։ Եկավ 90-ական թվականները, ես չեմ ուզում այլևս արտաբերեմ պատմությունը, մենք ունեցանք 1894-96 թվականներին ունեցանք ավելի քան 300,000 զոհ։ Սուլթան Աբդուլ II-ի ժամանակ, որի Աբդուլհամիդի ժամանակ, որին պատմագիտության մեջ համարում են զուլում կամ զուլումի քաղաքականություն։ Երթուրքերի հեղափոխությունից Այո, ես պիտի ասեմ, որ արդեն փոխվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թրենդը եւ եթե Նիկոլայ Գիրսը փոխարինեց Գորչակովին գրեթե շարունակում էր նրան, ապա հաջորդը Ալեքսեյ ուրեմն Լոբանով-Ռոստովսկին ասեց Հայաստանը մեզ պետք է առանց հայերի։ Սա մի դվային ծրագիր էր 90-ական թվականին եւ գիտեք, որն էլ 1896 թվականին կարծեմ մահացավ ապոպլեքսիկ հիվանդությամբ, այսինքն տեղում կաթվածահար եղավ եւ սատկեց, բայց ես պիտի ասեմ, որ սա մի ահավոր դիվային հրեշավոր ծրագիր էր, որը շարունակվեց ընդհուպ առաջին աշխարհամարտի տարիներին 1908 թվականի ինքը գնաց, բայց իր ծրագիրը այո, կային կազակներով վերաբնակեցում, հարավային ադիգեյներով վերաբնակեցում, սա գիտեք, դուք բոլորը լավ գիտեք, որ ես ինչպես եմ հասկանում այս խնդիրները, բայց կարծում եմ մի հարցազրույցի շրջանակները բավականին նեղ են այս ձևաչափը։ Կարծում եմ մենք եւս կանդրադառնանք եւ մեր ժողովուրդը անպայման կշրջվի դեպի մեր հայոց պատմության այս էջերը։ Երթուրքական հեղափոխությունից հետո կարծված թե արդեն վերջ եկել է արդարության, հավասարության, ժողովրդների բարեկամության պահը, բայց իդրևելան 1914 թվականին մեծ տերությունները դարձած ստիպեցին Օսմանյան կայսրությանը գնալ ռեֆորմների, այդպես էլ կոչում է մայիսյան բարենորոգումներ, սակայն Գերմանիան, քանի որ կանգնած էր Թուրքիայի թիկունքում, առաջ քաշեցին հրեշավոր մի ծրագիր, որը կոչում էր Օսմանյան կայսրությունում, ուրեմն այսպես ասեմ, անհավատարիմ տարի եւ անուսալի դաշնակցի, ուրեմն
տեղահանություն, հենց այդպես էլ կոչում էր Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի ժամանակ սա կոչում էր տեղահանության ծրագիր, այսինքն պիտի անհավատարիմ տարին տեղափոխեին դեպի խորքերը Անատոլիայի, դեպի Տերեզորի անապատներ, Մոսուլ, Սիրիական անապատներ եւ այլը, պարզա դա կոտորածները արդեն եւ բերեին, քանի որ առաջին երկրորդ բուլղարական բալկանյան պատերազմներում ցարական Ռուսաստանի օգնությամբ եւս Բուլղարիա եւ մի ժողովուրդները ձեռք բերեցին անկախություն ազգագրական հուժկո պայքարի շնորհիվ եւ պիտի նրանք ուրեմն իրանք այդպես էլ ասում են մոհաջիրեթը ռեպատրիանտները պետք է Բալկանյան թերակղզուց տեղափոխեին Արևմտյան Հայաստան եւ սա դարձավ պիտի ասեմ մեծ եղերնի 15 թվականի մեծ եղերնի կոտորածների հիմնական դրդապատճառը որպես անհուսալի անհավատարիմ տար հիմա տեսեք ինչ է կատարվել հայ հեղափոխական դաշնակցությունը որին ես կանդրադառնամ պատերազմի նախօրյակին կոչ արեց Արեմտահայությանը հավաքել զենքերը, քանի որ այլևս իմաստ չկա երիտթուրքերը մեր դաշնակիցներն են եկել են իշխանության, մենք արդեն Օսմանյան կայսրության մեբոսում կամ Միլի մեջլիսում ներկայիս բարերով ասած խորհրդանում ունենք ավելի քան 15 падգամավորական երեսփոխանների տեղ։ Եվ ընդ որում եթե Արեմտյան Հայաստանի բնակչությունն էր համարում անհավատարիմ հուսալի տար, անհուսալի տար Այստեղ է երիտթուրքերի եւ ոչ միայն երիտթուրքերի, այլև թուրքական գաղափարախոսության սին մեկնաբանությունները, ուրեմն կեղծիքները, ապա ես պիտի ասեմ, որ Արևմտյան Հայաստանից բացի Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 600-800 հազար հայ, 200,000, առնվազն 250,000 կայսրության մայրաքաղաք Ստամբուլում, Կոստանդնուպոլսում, 50,000-ից ավելի հայ Իզմիրնիայում 300-ից 400,000 հայ Կիլիկիայում, Զեյթունում, այլևս չեմ խոսում Հալեպում, Սիրիայում, դե գիտեք, այս բոլորը ընդամենը մինչև առաջին աշխարհամարտը Օսմանյան կայսրությունից անջատվել էր ընդամենը հուժկո ազգագրական պայքարի հետևանքով Բալկանյան ժողովուրդներին չհաշված միայն Եգիպտոսը։ Իսկ այս բոլոր երկրներում ապրում էին հայեր։ Եվ սա ստիպեց եւս մեկ բան հայ քաղաքական միտքը Բայենորոքումների ժամանակ շոր եկավ դեպի Ռուսաստան, ցարը ժամանեց Թիֆլիս, հատուկ կոնդակով Նիկոլայ II-ը դիմեց օրվա կաթողիկոս Գևորգ 5-րդ վեհափար Սուրինյանին, որոնցով Դաշկովը ընդունեց Կովկասի փոխարքան ընդունեց Կաթողիկոսին խոստանալով որ եթե 200,000 հայերը զորք կազմեն եւ մասնակցեն արևելյան ռազմաճակատի ռազմական գործողություններին, ապա Նիկոլայ II-ը նրանց խոստացել է Արևմտյան Հայաստանում լայն ինքնավարություն։ Նմանատիպ խոստումներ տվել է նաեւ ուրեմն Օսմանյան կայսրությունը, երիտթուրքերի եռագլուխը, հրեշը, Թալիատ Էնվեր Ջեմալ-փաշաների եռապետությունը եւ ասել են եթե ավելի քան 200,000 մարդ Օսմանյան կայսրության կողմից մասնակցի ռազմական գործողություններին եւ Բալկաններում եւ չանակալի բան բոլորդ գիտեք, ապա անպայման հայերը կունենան մեծ արտոնություններ Օսմանյան կայսրության կազմում։ Այսինքն ռուսները եւ թուրքերը միանշանակ 1914 թվականի նախօրյակին ուրեմն բարենորոգումների հետ մեկտեղ որոշվեց, որ Արևմտյան Հայաստանը բաժանվում է երկու նահանգների, երկու հատվածների որպեսզի անցկացնեն մեծ տերությունները բարենորոգումներ Ռուսաստանի հովանի ներքո պրոտեկտորատ իր վրա է վերցել ռուսական կայսրությունը անձամբ Նիկոլայ II-ը եւ Խարբերդի Տրապիզոնի Սեբաստիայի նահանգներում պետք է նշանակվեին եվրոպական կառավարիչներ, նշանակվեց եվրոպական կառավարիչ Հանձինս Նորվեգիայի նախկին արտաքին գործոս նախարար Նիկոլա Վեստենեկի, իսկ Արևելյան Հայաստան այս մասում Դիարբեկիր, Բիթլիս, Վանի վիլայեթի այդ շրջաններում նշանակվեց Հոլանդիայի հոլանդացի ծագումով հոլանդացի Լուի Հոֆը, որը եղել է Աֆրիկայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում հոլանդական մասի ուրեմն Vice King փոխարքան։
Գիտեք, պատերազմը սկսվեց եւ եվրոպական բարենորոգումները հոդը ցնդեցին եւ մի քանի դեպուտատներ, պարլամենտի անդամներ, Օսմանյան կայսրության, այդ թվում Դաշնակցական խորհրդարանի անդամ Արմեն Գարոն կամ Գարեգին Բաստրմաջյանը, որը հետագայում դարձավ Միացյալ Նահանգներում առաջին հանրապետության եւ ներկայացուցիչ այն հետ դեսպանը, երբ Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի անկախությունը, ճողոպրեցին, հաճապարեցին հասնելով Թիֆլիս, Կովկաս, որ պիտի մենք կազմենք կամավորական ջոկատներ եւ ազդենք մեր եղբայրներին։ Եվ սա եղավ նաեւ պատճառներից մեկը։ Ինչ խոսք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին դրանից առաջ էլ տեղի ունեցած հայերի կոտորածները, ցեղասպանությունը, մեծ եղերնը դա Օսմանյան կայսրության կառավարության կողմից պետական մակարդակով գաղտնի ծրագրերով կազմակերպված ցեղասպանություն էր։ Հայ ժողովրդի բնաջնջման մի հրեշավոր ծրագիր էր։ Սա երբեք ուրեմն քննարկման կամ կասկածի տակ դնել երբեք չի կարելի։ Սա ընդունել են նաև թուրք վարիշները, որոնց գիտենք, որ 1919 երբ որ երիտուրքական կառավարությունը գահանկեցարվեց, Մուդրոսի հաշտության պայմանագրից հետո Պոլսում իշխում էին ուրեմն Անտանտի միացյալ հրամանատարությունը եւ այնտեղ հաստատվել էր Դամատ Ֆերիդ, Դամատն նշանակում է փեսա, սուլտանի փեսաներ, Դամատ Ֆերիդ Փաշայի կառավարությունը եւ սկսեց թուրքական դատարանի բարձրագույն դատարանի կողմից մի դատավարություն, որը դատապարտեց երիտթուրքերի 261 պարագլուխների, որոնք մասնակից են եղել հայոց ցեղասպանության նախապատրաստման, կազմակերպման եւ ոչռագործման իրագործման մեջ, որոնցից 41-ի մահավճիռը եղել է ցմահ դատապարտում, հերակա կարգով նաեւ մահվան դատապարտում, գիտեք որ որոշ մարդիկ երիտթուրք պարագլուխները փախան, Գերմանիայում նրանք իրենց արժանի պատիժը ստացան հայ վրիժառուների կողմից, չեմ ուզում ես սրանց մեջ շատ խորանամ, հիմա տեսեք ինչ է կատարվել, այն ինչ որ կատարվել է այդ ժամանակահատվածում, մենք սրանցից դասեր չքաղեցինք, տեսեք ընդամենը մենք ունեցանք 6-ից 7 հազար որոշ մասնագետների, նաև որոնց ճանաչում եմ հաշվարկներով գրեթե 8000 կամավորներ, որոնք մասնակցեցին Արևմտյան Հայաստանի ազատագրմանը ռուսական զորքերի հետ մեկտեղ, ռուսական զորքերի կազմում, բայց բավական է ասել, որ 1916 թվականին արդեն եղավ հրաման, ռուսական զորքերը ետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից 15 թվականին եւ հենց հրեշավոր ծրագիրը սկսեցին իրագործել այդ ժամանակ։ Այլևս չեմ խոսում գաղթի, կոտորածների եւ այլի մասին, բոլորս գիտենք, բայց ես պիտի ասեմ երկու անգամ ռուսական զորքերը ետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից, մեկ 1915-16 թվականներին Նիկոլայ II-ի ժամանակ, երկրորդը Թուրք Հայաստանի մասին դեկրետով Լենինը Բրեստ-Լիտովսկում առանձնապես հատուկ կերպով խոստացավ, որ պետք է ռուսական զորքերը շուտապույտ կերպով պարպեն Արևմտյան Հայաստանը։ Հենց Էրզրումից հետ քաշել է բան, ճիշտ է, մեզ ահագին զորք զենք բան եւ այլը մնաց։ Եվ ահա տեղի ունեցավ այս հրեշավոր ուրեմն մոտեցումը, ծրագիրը, որը ինչ խոսք նաեւ շարունակվեց 1919-20 թվականներին քեմալականները երբ եկան ազգային ուխտի կառավարությունը կամ Թամժը, այսպես կոչված, չէ, Թուրքիա ազգային մեծ ժողովի կառավարությունը, որը դեռևս չէր ճանաչված եվրոպական պետությունների կողմից, եւ շարունակվեց մինչեւ 1923 թվականը։ Մուստաֆա Քեմալի ժամանակ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի կամ թուրքերի հայրի ուրեմն Քեմալի ժամանակ։ Ամբողջ խնդիրը սա ընդհանուր այդ պատմություններ, որ ես փորձեցի շատ կարճ ներկայացնել, որ այստեղ այս հրեշավոր ծրագրի մեջ իրենց մասնակցությունը ունեցել են ինչպես Գերմանիան, ուրեմն հանձինս Գերմանիայում Թուրքիայի դեսպան Վանգենհայմի, ունեցան ռուսական բանակների ետքաշումը եւ այդ մեզ պետք է Հայաստանը առանց հայերի այդ դվային ծրագիրը եւ ինչու՞ չէ նաեւ երիտթուրքերի առաջ քաշած մի նոր դոկտրին, որ հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում կազմել է, համարվել է մեր համար անհավատարիմ եւ անհուսալի տար։ Հիմա ես անդրադառնամ նրան, որ
Ինչքան են կազմել մեր զոհերը Արևմտյան Հայաստանում, շատ կարճ ասեմ, եւ Օսմանյան կայսրությունում։ Նվազագույն հաշվարկներով բոլոր լավագույն պատմաբանների, դա կլինի Վահագն Դադրյան, դա կլինի Ջոն Կիրակոսյան, դա կլինի Վերժինե Սվազելյան, դա կլինի Ազատ Համբարյան, կլինեն դարձյալ էլ մասնագետներ շատերը, նվազագույն հաշվարկներով 1894-1923 թվականին մենք ունեցել ենք 2 միլիոն 300 հազարից մինչև 2 միլիոն 500 հազար ուրեմն հայ բնակչության զոհ։ Սա ես ասում եմ նվազագույն հաշվարկներով, որովհետև 19-րդ դարի 30-ական թվականներին, 20-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ապրում էր ավելի քան 3 միլիոն 600 հազար հայ, մինչև Թուրքմենչայի պայմանագիրը ռուս-պարսկական 1828 թվականի փետրվարի 10-ը եւ մինչև 1829 թվականի սեպտեմբերի 27-ը Ադրիանապոլսի պայմանագիրը ռուս-թուրքական պատերազմից հետո, որի հետևանքով, որի շնորհիվ Արևելյան Հայաստան ներգաղթեցին Արևմտյան Հայաստանից 50 հազար հայ բնակչություն, Պարսկաստանից շուրջ 250 հազար հայ։ Բայց պիտի ասեմ, որ մենք ունեցել ենք ավանդական ընտանիքներ, բազմաթիվ բնակեցված, բացի Արևմտյան Հայաստանից մենք նաև ունեցել ենք Օսմանյան կայսրությունում ավելի քան 800 հազար հայ, որից 300 հազար ապրում էր միայն Զմյուրնիայում եւ Իզմիրում եւ Պոլսում, մնացած 5-ից 600 հազարը ապրում էր Հալեպի եւ Ադանայի վիլայեթներում։ Անկամ եթե 1 միլիոն էլ արտագաղթած լիներ, ապա պատկերը շատ ուրեմն ողբերգական է, պատկերը շատ ուրեմն ահավոր է եւ ասա էլ նրանց, ովքեր ասում են, որ մենք պիտի ցեղասպանության զոհերին մեկ առ մեկ ցուցակ կազմենք եւ ես այդ մարդկանց անվանում եմ կամ շամպես հաչողներ կամ խոշոր եղջրավորների պես բառաչողներ, որտեղ նրանք չգիտեն առհասարակ ես կասեմ, որ կեղտոտ ոտքերով չարժե մտնել մեր սուրբ պատմության ուրեմն հերոսական էջերը։ Ինչու եմ ասում հերոսական, որովհետև մենք նաև ունեցել ենք հերոսական դրվագներ 1914-1920 թվականներին, հատկապես Վանի հերոսամարտը 1915 թվականին, այնուհետև Ուրֆայի կամ Եդեսայի, Շապին Գարահիսարի, այլևս տեղ էր 19-20 թվականներին Կիլիկիայի հերոսամարտը, Զեյթունի հերոսամարտը եւ այնտեղ, որտեղ մեր ժողովուրդը դիմել է զենքի, փրկվել է։ Սա մեզ եւս մեկ անգամ ապացուցում է, որից հետո նաեւ Սարդարապետի հերոսամարտը մեկ անգամ մեզ ապացուցում է, որ մեզ համար սին պատրանքներ են միջազգային ուրեմն ուժերից եվրոպական կլինի տարբեր կենտրոններից ակնկալել հայ ժողովրդի փրկություն, որտեղ մենք գիտենք, որ ինչ է կատարվել մեր հետ, հենց տեկուս դրան անմիջապես հաջորդեցին թե Սևրի պայմանագիրը, թե Մոսկվայի պայմանագիրը 21 թվականի մարտին, թե Կարսի պայմանագիրը 21 թվականի հոկտեմբերին եւ նույնիսկ այն պայմաններին, եւ մենք ունեցանք Կարսում ավելի քան 38,000 զորք, ավելի քան 38,000 զորք կազմված հայ բնակչությունից մեծ քանակությամբ բարձրակարգ սպայական կազմ, որոնք սակայն, ինչպես ասում են, բարոյապես եւ հոգեպես անկում են ապրել այդ սպոյլիչ սլամպ, այդպես են չէ ասում, այդ բարոյական անկումը, փթած նեղացությունը, եւ մենք առանց մեկ կրակոցի հանձնեցինք Կարսը, այդ հրաշք ամրոցը, այդ անառիկ բերդը, երբ որ Մարքսը եւ Էնգելսը ասում են, որ ով որ տիրի Կարսին, նա ձեռք կբերի նաեւ Մերձավոր Արևելքի բանալին։ Առանց մեկ կրակոցի նաեւ ունենալով մի քանի օր առաջ այնտեղ տեղ ասած ավելի քան 1 միլիոն ֆունտ ստերլինգին համարժեք գումարի զենք զինամթերք։ Իհարկե դրան նպաստեցին նաեւ 5-րդ Շարասյան այն ժամանակվա ներկայացուցիչները, Մռավյան, Միկոյան, որոնք թռուցիկներ էին տարածում, որ կարմիր թուրքերը եկել են մեզ ազատագրելու։ Բայց ես պիտի ասեմ, որ 9-րդ բանակի թուրքական Հայաստանի դեմ արշավանքից առաջ, երբ որ Քազմ Կարաբեքիրը մտնում է Քեմալ Աթաթուրքին, համոզում է, որ պետք է հարձակվել Հայաստանի վրա, նա ասում է դու չես կարող գրավել։ Նրանք հատուկ ծառայությունները գախնի բերել են, որ հայ ժողովրդի զինված է
հայոց պետությունը զինված է, եթե չկարողանաս քեզ գլխատելու եմ, ասում ես հաղթելու եմ։ Եվ տեղի ունեցավ այն, ինչ որ մենք երբեք չենք սպասում։ Եվ այսքանն էլ բավական է, որպեսզի ասենք, որ մենք երբեք չապավինեցինք օրասական պահերին, Սարդարապետը մեզ համար չդարձավ ուրեմն դաս։ Այս է եղել ընդհանուր պատմությունը, փորձեմ ներկայացնել ցեղասպանության եզրույթի ծագումը եւ իմաստը, որովհետեւ սկսած 1915 թվականից մինչև 1948 թվականը միշտ խոսվել է Արևմտյան Հայաստանում կոտորածների, բարբարոսությունների, վայրանուգությունների, սպանությունների տարբեր ուրեմն եղկելի, նողկալի հրեշավոր ծրագրերի մասին, սակայն չի օգտագործվել սոյքրեմ կամ ջինոսայդը, սոյքրեմը դա ցեղի հատումն է, արմատաքոք անելն է կամ ցեղասպանությունը։ Լեական ցակումով հրեա ամերիկյան գիտնական Ռաֆայել Լեմկինը 1944 թվականի մի գիրք է գրում, որը կոչվում է առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում։ Հենց այդպես էլ գիրքը կոչվում է, ուրեմն Axis Countries Rule in Occupied Europe, որտեղ առաջի անգամ խոսվում է ցեղասպանություն տերմինի եզրույթի մասին։ Ստեղծվելով Միացյալ Ազգերի կազմակերպությունը 1948 թվականին, առաջ անցնելով ասեմ նաև 1954 եւ 62 թվականներին, Միացյալ Ազգերի կազմակերպությունը ընդունում է տարբեր ուրեմն ձևաչափերով, տարբեր ձևակերպումներով ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուրեմն բանաձև, որով կոչ է անում բոլոր երկրներին աջակցել այս բանաձևին եւ զերծ մնալ իրենց երկրներում այնպիսի հրեշավոր ծրագրերից, ինչպիսին հայոց ցեղասպանությունն է, որը տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում։ Եվ պիտի ասեմ, սա անցավ մեծ ճանապարհ, տարբեր ձևերով, տարբեր մեթոդներով, ընդհանուր 60-ական թվականների մինչև 1987 թվականի ամռանը Եվրոխորհրդարանը ընդունեց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձևը, որից հետո սկսվեցին ինչպես տարբեր պետությունների կողմից, դա իհարկե կատարվեց նաև Սփյուռքում ծվարած, Սփյուռքում գոյություն ունեցող հայ դատի գրասենյակների անմիջական մասնակցության, այնպես որ նաև պիտի շեշտեմ, որ մեր 3 կառավարություններն էլ 1990-ական թվականներից սկսած առ այսօր, նաև այս կառավարություններն իրարյալ միջազգային առումով ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առումով տարբեր երկրների կողմից ոչ միայն քաղաքականությունը չեն դարձել իրենց առանցքը իմպերատիվ դոմինանտ պրեֆերանս չէ, առաջնահերթություններից չեն համարել, այլև ընդհակառակը շատ դեպքերում մեր երկրի ղեկավարները ասել են, որ դատապարտում ենք հենց Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականին ապրիլի 24-ին Ազգային ակադեմիայում տեղի ունեցած հայոց մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին հայտարարեց, որ ցեղասպանության իրագործման մեջ ամենամեծ մեղքի բաժինը ունի հայ հեղափոխական դաշնակցությունը եւ ցեղասպանությունը երբեք չի կարելի դարձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ Դրանց պիտի ասեմ, որ վերջացնում եմ մեկ նախադասությամբ նույնը շարունակեց, ինչպես Ռոբերտ Քոչարյանը նույնը շարունակեց, այնպես էլ բացի մեկ-երկու մերկապարարանոց հայտարարություններից Քոչարյանի կառավարությունը ոչինչ չարեց, բացի դրանից էլ ոչինչ չարեց նաև Սերժ Սարգսյանի կառավարությունը հայտնի ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։ Այս սա է եղել։ Հիմա գիտեք, կարծում եմ առիթ կլինի դեռևս որոշ հարցերի անդրադառնանք, սիրով կսպասեմ մյուս հարցերին։ Քանի որ պատմական ակնարկը բավականին մանրամասն ներկայացրեցիք, մեր ժամանակն էլ սուղ է, մենք գովազդային դադարից հետո արդեն փորձենք խոսել, թե ինչ է հիմա իրականում իրականացվում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, քանի որ շահարկման թեմա է դարձել, որ ներկայիս իշխանությունը փորձում է ուրանալ հայոց ցեղասպանության այս իրադարձությունները։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ,
Հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2250 Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը դեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է։ Հիմա վերադառնանք մեր ժամանակներ, արդեն պատմությունից մենք դասեր չենք քաղել, ինչպես դուք եք ասում, պարոն Սաֆարյան։ Նախ առաջին հարցս, որով սկսվեց մեր հաղորդումը, դրոշների այրումը։ Արդյոք դա պայքարի ձև է, դա բողոքի ալիքը բարձրացնելու հնարավորություն կամ ինչ է տալիս մեզ դա։ Տեսեք, անընդհատ մենք փորձում ենք, ես ինչու համար կատարեցի այս պատմական ռետրոսպեկտիվ հայացքը, որպեսզի ես ասեմ, որ հիմա մենք գտնում ենք մի ժամանակահատվածում, որտեղ հրատապ է դարձել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը։ Ինքս լինելով այդ արժեհամակարգի կրողը հայ ժողովրդի ազգային ազգագրական պայքարի գերակա որպես ամենաառաջնահերթ խնդիրը համարելով մեր ժողովրդի խաղաղության պայմաններում ապրելու եւ մեր սահմանների անվտանգության համար այլ խնդիրի այլ դրան զուգահեռ ես մեկ էլ կարող եմ ուրեմն հայ ժողովրդի համահայկական համերաշխությունը հայմատել բայց պիտի ասեմ որ ներկա պայմաններում ես չեմ ընդունում դրոշների վարման այդ գործընթացը, որտեղ դրա մեջ կա ցուցամոլություն, դրա մեջ կա ուրեմն կեղծ հայրենասիրություն, դրա մեջ կա, ինչպես ասում են, շոու, հա, այդ հայերեն հիմա մի բառ կա, որը կոչվում է ցուցկ, շոու կա։ Տեսեք, դրոշների այրելը եւ այդ գործընթացի մեջ ես եթերից մարդկանց եմ տեսնում,
որոնք չեն ծառայել հայոց ազգային բանակում, որոնց ծնողները զբաղեցնելով բարձր պաշտոններ սնվել են բանակից մի քանի միլիոն դոլարներով, որոնք ուրեմն իրենց արժեհամակարգով չեն մարմնավորում եւ հայ մշակույթի եւ հայ ժողովրդի ազգային ազգագրական պայքարը։ Այլևս չեմ խոսում, որ նույնիսկ նրանք եւ 44 օրյա պատերազմին եւ Արցախյան առաջին պատերազմում ոչ մի ռազմական գործողություններին մասնակցություն չեն ունեցել։ Այլևս չեմ խոսում, որ շատ ընտանիքներ նաեւ ճողոպրել են։ Այլ բան կա, եթե պետականությունների դիվանագիտական եւ առհասարակ փոխադարձ հարգանքի կամ ապրոմակցելու այդ երևույթների մեջ գոյությունի դրոշների իջեցում, որը կոչվում է այդ տերմինը կոչվում է half mast, եւ դա շատ համարվում է կիրթ ձև ի նշան հարգանքի եւ ընդունելով կամ իրենց մեղքը եւ այլը։ Բայց ես պիտի ասեմ, որ իհարկե ջահերով երթին կողմնակից եմ 100%-ով, ինչպես ասում են, երկու ձեռքով, կողմնակից եմ նաև Ցեղասպանության զոհերի հիշատակի առումով ցանկացած միջոցառման ցիվիլ կերպով, իսկ եթե մենք դրան կողմնակից ենք, ինչու պիտի կողմնակից չլինենք Արցախահայերի բռնակախտի, սպիտակ գենոցիդի, բռնի տեղահանման, էթնիկական զտման այդ քաղաքականության, մենք սա ինչքան բարձրացնենք եւ ապրենք, մենք ինքներս ապրենք, մեզ հետ ավելի հաշվի կնստեն։ Մի անգամ ասեմ, քանի որ 1000 անգամ ասել եմ եւ փոխանակ կանցնեմ այլ խնդիրներին, այլևս չեմ կրկնելու, մեր երկու ողերեմ հարևանները, Թուրքիան եւ Ադրբեջանը, երբ որ ուրեմն արևեսվեն մեր բանակին, մեր զինվորին եւ ստանան համարժեք եւ արժանի հակահարված, նրանք երբեք այսպիսի հոխորտալից անպագորգոր հայադավ հայտարարություններ չեն անելու։ Սա ես ասում եմ ակսիոմատիկ ճշմարտություն, բայց ներկա պայմաններում ասում եմ դրոշներ վառել, ոտի տակ տալ եւ այլը, ես սա համարում եմ, ես չեմ ասի անթույլատրելի կամ բան, ես սա համարում եմ ոչ պատշաճ, հասկանում ես, սա ասենք ռելևանտ կերպով չի արտացոլում այն ապրումները եւ այն ողբերգությունը, որ մենք ունեցել ենք 100 կամ 110 տարի առաջ կամ 23 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի բռնագաղթի ժամանակ։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր կա։ Ինչպես ասում են մեր երկրում, ինչպես արդարադատությունն է սելեկտիվ, շատ հարցեր են սելեկտիվ, եթե ասում ենք, եթե Թուրքիային անում ենք, ապա ես ասացի, որ հատուկ ծառայությունները Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի հատուկ ծառայությունները անպայման մեծ մասնակցություն են ունեցել հայոց ցեղասպանության եւ հատկապես մեծ Եղեռնի նախապատրաստման, կազմակերպման եւ իրագործման մեջ։ Եթե այդպես կա, ապա ինչու մենք չենք մեղադրում Ռուսաստանին։ Թող Ռուսաստանն էլ իմանա 100 տարի առաջ իր քաղաքականությունը ինչպես է եղել, ինչպես են եղել, որ թողել են Բախտի քմահաճույքին ռուսական զորքերը եւ Նիկոլայ Գեորգիի ժամանակ եւ Լենինի ժամանակ, երբ Բրեստ-Լիտովսկից հետո, փետրվարից հետո, մարտի 3-ից հետո ամիջապես հրաման ստորագրեց, որպեսզի բանակը նահանջի Արևմտյան Հայաստանից, որը առաջ բերեց կրկնակի կոտորածներ, այնպես որ պիտի մենք չկատարենք ձևական բնույթի հայտարարություններ կամ ձևական բնույթի գործողությունները, որը ամենևին էլ չի նպաստում ոչ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին տարբեր երկրների հետ, ոչ էլ ցեղասպանության զոհերի հիշատակի ուրեմն ոգեկոչմանը կամ այդ գործողությունների նշանակությանն ու դերին։ Հիմա անդրադառնանք ցեղասպանության ընդունումը օրակարգից հանվում է։ Իշխանության մոտեցումները ինչպես է գնահատում, թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ նման գործառույթ չկա, ցեղասպանությունը չեն ուրանում, պարզապես փորձում են այն չդարձնել առևտրի, վաճառելիք դարձնեն առարկա, ինչպես փորձում է անել Հոիդան, եւ Հոիդան օգտագործում է ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետականության։ Գիտեք, շատ բան կարելի է ասել։ Ինչ խոսք
Դաշնակցությունը, որը իրագործեց Նեմեսիս ծրագիրը, ինչ խոսք էլի գործողություններ, որոնք պատիվ են բերում մեր ժողովրդին, բայց ես պիտի ասեմ, որ հայ-հեղափոխական դաշնակցության վերջին ավելի քան, ես չեմ ասում 90-91, որովհետև 90-91 թվականին հիրավի կատարել է հայրենասիրական մեծ գործ, եւ պիտի ասեմ, որ առաջին հանրապետությանը եւ Վազգեն Մանուկյանի կառավարությանը, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը դաշնակցությունը ստիպեց շորգալ արերեսվել Դարձյալ Ղարաբաղի խնդրի հետ եւ այդ մի քանի միլիոնավոր դոլարներին հասնող զենք զինամթերքի մատակարարումը Արցախյան ռազմաճակատ ինչ խոսք ոչ միայն գովելի է, ոչ միայն դրվատելի է, այլև օրինակելի է հայ քաղաքական ուժերի համար։ Այն ինչ որ կատարեց դաշնակցությունը, ես էլ հատկապես չեմ եղել անմասն եւ պիտի ասեմ, որ հաստատ 5 հոգու մեջ ես 5-րդը չեմ եղել կամ 3-րդը չեմ եղել, բայց դա անցած լինի։ Տեսեք, ներկայիս պայմաններում թե գործող իշխանությունը, եթե մեր քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիրը ունեն մեղքի շատ մեծ բաժիններ։ Ասել, որ ներկայիս կառավարությունը ուրանում է ցեղասպանությունը, ես այդպիսի բան չեմ տեսել։ Անկեղծորեն եմ ասում, ինքս չլինելով ներկա պայմաններում ոչ սրա, ոչ նրա ջատագովը, ընդհակառակը ես ասում եմ ոչ սրանք, ոչ նրանք, բայց ես ասում եմ, որ ես այդպիսի պայմաններ, ես այդպիսի մոտեցում ներկա կառավարության կողմից ականատես չեմ եղել։ Տեսեք, նույնիսկ համբերատարությունը կառավարության հասնում է այնտեղ, որ մեծ եղերնի զոհերի ոգեկոչման կամ հիշատակին տուրք տալու համար կառավարությունը առավոտյան ժամը 7-ին է գնում կամ այցելում խուսափելով կամ անհարկի ինչ-որ միջադեպերից խուսափելու խույս տալու համար եւ ես սա համարում եմ ողջունելի եւ որովհետեւ եթե գոյությունն է 5-րդ շարասյուն չէ այդ 5 colonne որ ասում են եւ սա պիտի ասեմ շատ ուրեմն հանդուգն է տրամադրված ռևանշիստական առումով է տրամադրված եւ սա թույլ է տալիս ոչ միայն թույլ է տալիս այլ կառավարությունը ընդառաջ է գնում թեկուզ ինչ որտեղ այդ 5-րդ շարասյան կամ այդ ռևանշիստների ուրեմն ծրագրված գործողություններին խուսափելով Ազգային ժողովում էլ էր այսպիսի միջադեպերը ազգային ժողովի այս մեջին միջադեպը դուք նկատի ունեք ցեղասպանության այդ օրակարգի հետ կապված ուրեմն տեսեք ես ասեմ ես առասարակ ներկայումս ոչ միայն ներկայումս մեկը մյուսին մեղադրում է ծրագրերի այլ ես ասեմ վերջին 30 տարվա ընթացքում հայ հեղափոխական դաշնակցությունը չի լծված պետականաշինության ազգային անվտանգության հաստատման եւ ներկա ժամանակներում Հայաստանի Հանրապետության համար խաղաղության կայացման գործընթացին կառուցողական կերպով մոտենալու խնդիրներին։ Նա այդպիսի մոտեցում չունի։ Ազգային ժողովի ուրեմն վերջին հրմշտոցը կամ տրուդումփոցը սա ես համարում եմ ոչ կորեկտ պահված ուրեմն 5-րդ շարասյան կողմից ցինիկ լոկտի կեղտոտ բառապաշարով իհարկե սա ասելով չի նշանակում որ ես կառավարության կամ ազգային ժողովի ԿՊ խմբակցության անդամների շուրթերն եմ համբերում կամ ասում եմ ճիշտ եք անում մի անգամ ասել եմ նորից կրկնեմ լավ կլինի որպեսզի ազգային ժողովը եւ Բաղրամյանի մուտքի մոտ եւ Դեմիրճյանի մուտքի մոտ ունենա երկու տոմսարկղներ եւ որպես գազանանոց տոմս վաճառի որովհետեւ այս երկուսը մեկը մյուսին արժանի են Սակայն գալով նրան, որ ասել այսօրվա կառավարությունը ցեղասպանությունը ուրանում է, ես այսպիսի հայտարարություն չեմ տեսել ընդհակառակը։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ 22 թվականին Բայդենի 21 թե 22 թվականին Բայդենի վարչակազմը Միացյալ Նահանգների ընդունեց հայոց ցեղասպանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ողջունեց, այլև շնորհակալություն հայտնեց ամերիկյան վարչակազմին։ Տեսեք, գիտեք ինչ կա Ամեն ինչ ներկայացում է 5-րդ շարաշնորհ ծուռ հայելու մեջ։ Դաշնակցությունը ամենայն պատասխանատու կերպով հայտարարում են, որ դաշնակցությունը բացարձակապես կապ չունի հայ հեղափոխական դաշնակցության լավագույն ավանդույթների հետ։
դաշնակցությունը բռնազավթել է եւ բռնաբարել է դաշնակցության անցած ճանապարհը։ Նույնիսկ այն ժամանակ էլ են դաշնակ հայեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները կամ բյուրոյի անդամները ունեցել մեծ սխալներ։ Բավական է ասել, որ իմ համար հայեղափոխական դաշնակցության 3 լուսավոր ճակատները Զորավար Անդրանիկը, Գարեգին Մժդեհը եւ Շահան Նաթալին հեռացվել են դաշնակցությունից։ Ինչի մասին է խոսքը։ Այնպես որ փորձում են փոխադարձ ցեղ շպրտելով օրվա կառավարությանը ներկայացնել մեղադրանքներ, որը ես չեմ ընդունում բացարձակապես, գիտեք, եթե որը որ ասել է, ես պատրաստ եմ, օրինակ ես չեմ ասում ցեղասպանության զորի հետ կապված մեկ-մեկ հաշվարկել, ինձ թվում է իզնից էլ հստակ պատասխան ոչ մեկը չի կարող ասել, կարող եմ անուն առանուն ասել, բայց ես պիտի ասեմ, որ ներկա ժամանակ, հետո մի բան էլ ես պիտի ասեմ, նախ ես պիտի ասեմ, որ Արադ Միրզոյանը շատ գեղեցիկ եւ շատ ուրեմն սկզբունքային պահվածք ունեցավ Անտալիայում կայացած արտաքին գործոս նախարարների ֆորումի համաժողովի ժամանակ խոսեց եւ խաղաղության պայմանագրի եւ հայ-թուրքական հարաբերությունների համար։ Բայց ես պիտի մեկ այլ բան ասեմ։ Ընդունելով ադրբեջանական նարատիվները, դա կլինի նախագահի մակարդակով եւ թուրքական իշխանության, դա կլինի Էրդողանի կամ արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությունները նո ասենք սկզբից Ադրբեջանի սահմանադրության, Հայաստանի սահմանադրության փոփոխման, չգիտեմ, տարածքային ամբողջականությունից հրաժարվելուն, հռչակագրից Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելուն, Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ցեղասպանության հետ կապված եւ այլ, դա չի նշանակում, որ սա մենք եթե ընդունում ենք, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան մեր հետ, հատկապես Ադրբեջանը մեր հետ ունենալու են կառուցողական հարաբերություններ, հատկապես խաղաղության պայմանագիրը ստորագրելու առումով։ Ընդհակառակը տարիներ շարունակ ոչ միայն ձեր եթերից, տարիներ շարունակ ես կրկնել եմ, որ ադրբեջանական նարատիվները, Ադրբեջանի Հանրապետության կառավարության ղեկավարների կամ իրանց establishment-ի նարատիվները, մենթալիտետը, արժեհամակարգը հերում է խաղաղության պայմանագրի հաստատման Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջազգային չափորոշիչների կիրառման սկզբունքից հեռուն է, նրանք դեռևս չեն արտացոլում դա։ Ադրբեջանի ղեկավարությունը հավասարի հետ պայմանագրաունակ հանրապետություն եւ ղեկավարություն չէ։ Իսկ եթե մենք փորձում ենք, որ անընդհատ նրանց ախորժակներին բավարարենք, այս ճանապարհով եւս անհնարին է հասնել կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման տարածաշրջանում։ Սա եւս ես չեմ ընդունում, որովհետեւ մենք ունենք բանակ, ինչի մասին է խոսքը։ Մենք ունենք բանակ, օրեցօր զինվող, մենք ունենք բանակ, օրեցօր մարտունակությունը բարձրացող, մենք ունենք բանակ, որը օրեցօր հոգ է տանում մեր պաշտպանական գծերի ամրապնդման, հատկապես սահմաններում, եւ որը օրեցօր հոգ է տանում մեր բանակի ռազմատեխնիկական վերազինման ուղղությամբ։ Այլևս չեմ խոսում, որ մեր ինչքան էլ մենք ունեցանք, այսպես ասած, ոնց են ասում, strategic patience-ը, ռազմավարական համբերություն Ռուսաստանին ասելով ինչ եղա մեր 100 միլիոնների դիմաց մեր զենքը, ինչու Ադրբեջանն այսքան միլիոններ վճարեցիք եւ այլ, բայց ինչպես ասում եմ, մենք նաեւ պիտի շատ դեպքերում բանեցնենք ռազմավարական հանդգնություն։ Այդ ռազմավարական հանդգնությունը, որոնք շատ դեպքերում ցուցադրում են ինչպես անվտանգության քարտուղարը, այնպես էլ արտաքին գործոս նախարարի պաշտպանության նախարարը, թույլ տվեց, որպեսզի մենք Հնդկաստանից, Ֆրանսիայից, ելի երկրներից, հատկապես Հունաստանից ունենանք ոչ միայն զենքի ներկրում, այլև ունենանք ռազմատեխնիկական լուրջ ինտեգրացիոն գործընթացներ։ Պարոն Սաֆարյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, մեր ժամանակը մոտ ես խնդրում եմ, եթե 1 րոպեին ժամանակ տաք, ձեզ հնարավորություն եւ մի հարց է, քանի որ խոսեցիք ռազմավարական հանդգնության մասին, Հնդկաստան եւ այլն։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի նախագահը նաեւ Չինաստանում էր այդ հանդգնությունը, բայց աշխարհում հիմա փոխվում է աշխարհակարգերի բովանդակությունը եւ չի բացառվում, ասենք, դրան հետևի կամ դրան հաջորդի Հայաստանի Հանրապետության ուրեմն որևէ բարձրակարգ պաշտոնյայի այց Չինաստան, չի բացառվում նաեւ, ասենք, հաջորդի Հայաստանի Հանրապետության որևէ բարձրակարգ պաշտոնյայի այց Իսրայել։ Տեսեք, ինչպես ասում են,
երկաթե վարակուրների դարը արդեն անցել է, մենք սրան պիտի սառը մոտենանք, ինչպես ասում են, եթե մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամների ժամանակահատվածը վաղուց անցել է, ապա մենք պիտի անընդհատ գտնենք փնտրտուքների եւ որոնումների մեջ, հատկապես միջազգային հարթակում, որովհետեւ Հայաստանը հռչակել է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության մասին, Հայաստանը հռչակել է ռազմավարական գործընկերների նոր ձեռք բերելու մասին, եւ եթե նախկինում թեկուզ 10 տարի առաջ մեր 3 նախագահների համար տարածաշրջանը համարվում էր Հայաստան, Հարավային Կովկասը որպես Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ապա այժմ տարածաշրջանը համարվում է Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, չեմ երկնչում այս բառը օգտագործելուց նաև սկանդինավյան երկրները։ Մեկ այլ բան պիտի ես ասեմ, 3 երեկոյան հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ես ապրեցի հերթական նողկանքը։ Ինչքան էլ ես հարգեմ ուրեմն Մինասյանների ընտանիքին, եւ ինչքան ես հարգեմ հանրային հեռուստաընկերությունը եւ նրա մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ես պիտի ասեմ, որ դա տեղի ունեցավ շրիշակից ցածր հարցազրույց, փոխադարձ լուտանքներով, փոխադարձ ցեղ շպրտելով, փոխադարձ հայհոյանքներով։ Գիտեք, Արծիվ Մինասյանը իրեն թույլ է տալիս Պետրոս Ղազարյանին, ասում է դու ԿՊ-ի հանրային պաշտպանն ես, մեկ այլ ձևերով ասում է դու օգտվում ես եւ այլ, Պետրոս Ղազարյանը ասում է ուրացումը դուք եք անում եւ այլ։ Տեսեք, եւ ամենազավեշտալին, ամենածիծաղելին նա է, որ դաշնակցության ներկայացուցիչը, որը նաեւ համարվում է գրպանային խմբակցության падգամավոր, որտեղ եթե չլինեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ապա ես ձեզ ասում եմ, այս 30 քանի падգամավորներից ոչ մեկը այնտեղ չէր լինի, ոչ մեկը, ընդհանուր մի հոգի ես ասում եմ, ոչ մեկը, այլևս չեմ խոսում հավատափոխների մասին, մարդագողությամբ տառապողների մասին եւ ասում եմ, որ ինչու՞ չեք դուք շնորհավորել կամ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների վարչակազմին Բայդենին, երբ որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ասում է ինչ անենք, Ռեյգանն էլ ցեղասպանություն բառը ասել։ Եթե այդպես է, Հիտլերն էլ օգտագործել է հայկական կոտորածների 30-ական թվականներին, այդ պատմությունը խոսում է, որ ազգավի չենք լծված, գոյություն ունի սին մոտեցումներ, կեղծիքներ, որովհետև այդ կուսակցությունը ես հիմա համարում եմ կեղծիքով եւ ինքնախապեյությամբ տառապով, այսպես կոչված ազգային ոճի մեջ անքնադատելի, անխոցել լինելով, սեփականաշնորհելով ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը այդպես էլ չկա, անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ եւս մեկ հարցազրույց նվիրել հատուկ սրան, եւ սա նշանակում է, այո, կեղծելով պատմությունը, ուրեմն բանի ասենք այս ինքնահավանության սինդրոմով տառապած, որոնք էլ գիտես ցեղ են շփորտում, ասենք այն առաջին նախագահը փոխանակ նախոսա, երբ որ նա ասել է, որ ազգային գաղափարախոսությունը կեղծկոծի գարի է, հայտնի 97 թվականի պատերազմի խաղաղություն հարցազրույցի ժամանակ եւ ասում էր Սերգո ջան, քանի որ Արցախը կա, մենք լավ չենք ապրելու, հիմա հարց եմ տալիս եւ առաջին նախագահին եւ երկրորդ եւ երրորդ եւ Նիկոլ Փաշինյան, Արցախը հիմա չկա, ճակերտավոր, Արցախը միշտ կա, Արցախը միշտ լինելու է, բռնազարդված է, մենք լավ ենք ապրում, հարց եմ տալիս Արցախը եղել է Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, սա այլ հարցազրույցից է, սա այլ թեմա է, բայց ես պիտի ասեմ, երեկվա հարցազրույցի հետ կապված ես ապրեցի շատ վատ պահեր եւ դատապարտում եմ նման հարցազրույցները, սա պատիվ չի բերում հանրային հեռուստաընկերությանը, սա պատիվ չի բերում արդեն իր դարն ապրած 130 քանի ամյա կուսակցությանը եւ ես գալիս եմ վերստին այն համոզմանը, որ Հովհաննես Քաջազնին հայտարարել է, որ դաշնակցություն այլևս անելիք չունի։ Եթե նրանք այդպիսի անաչառ են եւ ուրեմն փորձում են օբյեկտիվ մեկնաբանել, ապա նրանք առաջի հերթին պիտի դատապարտեն Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը եւ Արցախի պարպան հարցում եւ 15 թվականի ցեղասպանության ասացի բանակներից յետ քաշման հարցում, բայց քանի որ նրանք իրենց գործունեության մեջ ունեն անսխալականության բարդույթ, ոչնչից եմ ասում, որովհետեւ այդ падգամավորներից ոչ մեկը
երկու խմբակցությունների հայրենիք չէ, թե չգիտեմ ինչա կոչում, Հայաստան։ Մայր Հայաստան եւ պատիվ ունեմ ներկայումս մեր պետականության, խաղաղության, անվտանգության արժեհամակարգի կրողները չեն։ Ինչ խոսք նաեւ ԿՊ խմբակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը, բայց այսպիսի անընդհատ համբերությունից անել, անընդհատ փորձել ցեղ շպրտել, անընդհատ ռևանշիստական ձևով, նրանք էլ փորձում են իրենց պատասխանը տալ շատ դեպքերում դուրս գալով կոռեկտության շրջանակներից։ Պարոն Սաֆարյան, շնորհակալություն եմ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա հաղորդման համար իրադարձությունները բավականին արագ է զարգանում, մենք կհետևենք։ Ես ասում եմ, դարձյալ նորից ստիպված պիտի ասեմ, ունենք մի շատ կարևոր բան, ինչու բերեցի Գերմանիայի եւ Ճապոնիայի օրինակը, ընդամենը մեկ անգամ պարտվել են, այո, մեջներս ուղղի է պատմությունից դասեր առնելու, դասեր քաղելու, այո, ամոթար է մեր անցած ճանապարհը շատ դեպքերում, բայց մենք եւս մեր ամոթ, դա մեր ամոթն է, դա մենք պիտի ընդունենք։ Ես ինչու համար եմ ասում, եթե մենք այսքանից հետո էլ ունենալով տասնյակ պարտություններ, ունենալով տասնյակ խայտարակ համազգային դեպքեր եւ այսօր էլ խոսել իրական հայրենիքից, չգիտեմ խոսել երևակայական հայրենիքից, տեսեք, այսօրը տեղն է, որ ես դարձյալ պիտի ընդամենը մեկ նախադասությամբ ասեմ, Արևմտյան Հայաստանը չի կարող լինել երևակայական հայրենիք, Արևմտյան Հայաստանը մեր պատմության, մեր ժողովրդի բնորանն է, մենք այնտեղից բնաջնջվել ենք, մենք այնտեղից արմատախիլ ենք արվել, մենք մեր կամքով չենք ընտրել գաղթի, բռնագաղթի ճանապարհը, ինչ է նշանակում երևակայական հայրենիք։ Այսօր էլ Հայաստանի անկախ հանրապետության սուվերեն տարածքից 243 կիլոմետր գտնվում է, քառակուսի կիլոմետր գտնվում է Ոխերիմ հարևանի ռազմական ուժերի, զինված ուժերի մշտական վերահսկողության ներքո։ Ինչ անենք սա, ներկա կառավարության գործելավորչով կամ մենթալիտետով, սա եւս համարենք երևակայական հայրենիք, թե չհամարենք իրական հայրենիք, թե չհամարենք իրական Հայաստան, վաղը շարունակվելու է սահմանազտման եւ սահմանանշման աշխատանքները, գալու ենք էնկլավներին, գալու ենք մնացած խնդիրներին, ինչ անենք, անընդհատ տանք, մենք պիտի տեր կանգնենք մեր ամեն մի թիսողին, մենք պիտի տեր կանգնենք մեր պատմությանը, մենք պիտի տեր կանգնենք ցեղասպանության հետևանքով ավելի քան 2.5 միլիոն զոհ դարձած եւ բռնագաղթի ճանապարհը ընտրած մեր հայրենակիցների բնորանին, Արևմտյան Հայաստան, ինչպես պիտի տեր կանգնենք, ունենք մեկ ճանապարհ, մեր բանակի մարտունակությամբ, ռազմատեխնիկական վերազինմամբ եւ հայ ժողովրդի համազգային միասնությամբ դեմ նետելու մեկը միշտ, ուրեմն մեկը մյուսին ցեղ շպրտելու այդ ուրեմն դարերից եկող կամ ինչպես ասում են այդ ոչ միայն արատավոր, այդ սրբապիղծ երևույթները, որովհետև սա է լինելու մեր կործանման պատճառը, որովհետև իմ լավ քաղաքագետ ընկերները երիտասարդ արդեն սկսել են ասել, որ 2026 թվականի համապետական ընտրությունները ավելի վատթար են լինելու եւ մեկը մյուսին ցեղ շպրտելու եւ դա լինելու է համազգային միասնության խաթարման, առճակատման ընդཐུպ այն երևակայելի իրադարձություն։ Եվ ոչ ուրացում ցեղասպանությանը միանշանակ ոչ ուրացում տեր կանգնելու Արևմտյան Հայաստանին, տեր կանգնելու մեր հոգևոր արժեքներին եւ դրա միակ գրավականը, ասում եմ, ուրացումը մերժելու միակ գրավականը մեր ուրեմն հերոսական անցյալին տեր կանգնելն է, մեր բանակն է եւ մեր համազգային համախմբվածությունն է։ Տեսեք, գիտեմ արդեն ժամանակը անցել է եւ հիմա մենք կանջատեն Եվ սեղանի, գրասեղանի եւ իմ մահճակալի 3 սուրբ գրքերն են։ Ջոն Կիրակոսյանի Երիթ-թուրքերը պատմության դատաստանի առաջ, Վագն Դադրյանի Genocide Armenian in Ottoman Empire from Balkan to Caucasus, հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունը Բալկաններից մինչև Կովկաս եւ Զավեն Սրբազանի իմ պատրիարքական հուշերը։ Եվ դուք չեք պատկերացնում, եթե այս 3 գրքերը չլինեն, մասնագիտական առումով, քաղաքական առումով, իմ ազգային գործունեության տեսանկյունից ես իմ կյանքս կհամարեմ անիմաստ։
Շնորհակալություն եւս մեկ անգամ, պարոն Սաֆարյան, հիշում ենք եւ պահանջատեր ենք, երբ ոչ ուրացմանը կարգախոսը այսօր մեր եթերից էլ ենք մենք հնչեցնում, այնպես որ հետևենք զարգացումներին։ Կրկին անգամ ձեզ եմ շնորհակալ։ Նմանապես։ Այսօր հարգելի հայրենակիցներ այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։